ԱԳՆ-ին։ Մինչ խոսափողներով, տարբեր իրենց սիրելի լրատվականներով ասում են, թե ինչքան են սիրում իրենց արցախցի քույրերի և եղբայրներին, թե ինչպես են պայքարում վերջիներիս իրավունքների համար, մենք ունենք մի պատկեր, երբ որ մարդիկ հավաքվել են հստակ պահանջներով և չկա գոնե մեկ պաշտոնյա, ով կիջնի և կպատասխանի մարդկանց հարցերին։ Սա անարգայքի հերթական դրսևորումն է, անընդունելի և տգեղ։ Ես ամեն դեպքում կբարձրաձայնեմ մեր պահանջները, որոնք ինչպես հասկանում ենք, լսելի չեն այս իշխանությունների համար, բայց այնուամենայնիվ մենք այս պահանջների հետևից եկել ենք և մենք այս պահանջների հետևից մինչև վերջ չենք գնալու։ Մենք պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությունից, իդեպս արտգործնախարարության, ձեռնարկել մի շարք կոնկրետ միջոցներ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության նպատակով։ Ի թիվս բազմաթիվ այլ միջազգային մեխանիզմների և հնարավորությունների, մենք առանձնացնում ենք հատկապես ներքոնշյալ միջոցները։ Առաջին, դիմել ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարին և Եվրոպայի խորհրդին նախաձեռնելու միջազգային մեխանիզմների մշակում ու ներդրում ուղղված Արցախի ժողովրդի հավաքական, անվտանգ, արժանապատիվ, կայուն և ինքնորոշված վերադարձի ապահովմանը։ Երկրորդ, դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբին իր միջազգային մանդատի շրջանակներում մեկնարկելու Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման ուղղված միջազգային գործընթաց և ապահովելու Արցախի ժողովրդի վերոնշյալ պայմաններով վերադարձն իր հայրենիք։ Դիմել ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի մասնագիտացված կառույցներին և Բաքվում դեսպանություն ունեցող պետություններին հայերի շինծ ու դատավարությունների ընթացքում միջազգային դիտորդների ներկայությունն ապահովելու համար։ Չորրորդ, դիմել որևէ չեզոք և պատրաստական երկրի, օրինակ Շվեյցարիային, խնդրելով Բաքվում գտնվող իրենց դեսպանությունում ստեղծել հայկական շահերի բաժին և ապահովել հայ գերիների համար հյուպատոսական ծառայության հասանելիությունը։ Հինգերորդ կետ, գործարկել ԵԱՀԿ Մոսկվայի մեխանիզմը Ադրբեջանում պատանդարված և խոշտանգվող հայերի իրավունքների հրատապ պաշտպանության նպատակով։ Վեցերորդ կետ, հայ գերիների լիարժեք և ապահով ազատ արձակումը դարձնել Ադրբեջանի հետ հնարավոր կնքվելիք ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրման անսակարկելի նախապայման։ Յոթերորդ, թարմացնել Միեդում և ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ներկայացված միջպետական գանգատները, ներկայացնելով գերիների խոշտանգումների, բռնազավթված Արցախում մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացմանն ու յուրացման նոր փաստերը։ Ութերորդ կետ, դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին և Եվրոպայի խորհրդին Արցախ ուղարկելու մոնիթորինգային առաքելություն, ուսումնասիրելու և փաստագրելու մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր գույքի նկատմամբ ադրբեջանական իշխանությունների հանցավոր գործողությունները։ Իներորդ կետ, դիմել համապատասխան միջազգային կառույցներին և առանձին պետությունների Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման խնդրանքով հայերի դեմ կատարված միջազգային հանցագործությունների հիման վրա։ 10-րդ կետ, ապահովել Հայաստանի և կամ գործընկեր պետությունների կողմից միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննմանն ու պատժման խնդրանքով։ 11-րդ, դիմել համապատասխան պետություններին կիրառելու համընդհանուր իրավազորության սկզբունքը և սկսել քրեական հետապնդում ադրբեջանցի պաշտոնյաների և զինվորականների նկատմամբ միջազգային հանցագործություններ կատարելու հիմքով։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ։
Այնուամենայնիվ պահանջագիրը հանձնում ենք եւ շարժվում ենք դեպի դատախազություն։ Հիշեցնեմ, որ մեծ հանրահավաքից հետո իշխանությունները ակտիվացրել են բոլոր իրենց պոակները, տեղեկատվական բոլոր գործիքները, այսպես ասած, սրել են արցախահայության կողմ եւ մարդկանց մեջ այնպիսի վատ եւ այնպիսի անորակ հատկանիշներ են փորձում մեծացնել արցախցիների հանդեպ, ինչպիսին ատելությունն է եղբոր քրոջ նկատմամբ, ինչպիսին ատելությունն է մարդու իր արցախցի լինելու հիմքով եւ այս ամենի մասով, ինչպես նաեւ բազմիցս իրենց կողմից շահարկվող թալանի մասին, որ անընդհատ խոսում են եւ այդպես էլ չենք տեսնում, թե որտեղ է դրա հետքը, հենց այս բոլոր հարցերի հետևից գնում ենք դատախազություն, այնտեղ խոսնակները ավելի մանրամասն կներկայացնեն, ինչպես նաև համապատասխան հանցագործությունների մասին կներկայացնենք հաղորդումներ, հենց պետական պաշտոնյաների հրապարակային հայտարարությունների հիման վրա, ովքեր առերևույթ ատելություն են քարոզում եւ անհանդուրժողական մթնոլորտ են ստեղծում արցախցիների նկատմամբ։ Շարժվում ենք դեպի դատախազություն։